Վան քաղաքապետ աշխատանքները սահմանված ժամանակացույցով ընթանում են, մարզադպրոցի բոլոր 6 մասնաշենքերում ամբողջությամբ առաջին հարկի պատերի ամրանավորման և բետոնացման աշխատանքներն ավարտված են, առաջին, երկրորդ, երրորդ մասնաշենքերում մարզադահլիճային շենքերն են որտեղակայված, երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստման աշխատանքները 0-ից բարձր նիշում կատարված են առաջին մասնաշենքում 80%-ով, երկրորդում 60%, երրորդում 90%-ով, երրորդ մասնաշենքում նաև ընթանում են արտաքին պատերի կառուցման աշխատանքները։ Ֆինանսական կատարողականի մասով 2026 թվականին հատկացված է այս տարվա բյուջեով դեռևս 1.5 միլիարդ դրամ և դրանից այս պահի դրությամբ մոտ 220 միլիոն դրամի կատարողական ապահովված է, ակնկալում ենք, որ առաջին եռամսյակում մինչև 750 միլիոն դրամի կատարողական պետք է ապահովենք։ Այնուհետև իհարկե սահմանված կարգով նաև կդիմենք կառավարություն միջոցները համալրելու ուղղությամբ։ Շատ լավ, այսինքն այն տեմպերը, որոնք որ պլանավորված են, այդ տեմպերով էլ առաջ են գնում։ Այս պահին այո։ Այս տարի ավարտում ենք փաստը։ Աշնանը, այո։ Աշնանը ավարտում Այո։ ենք, այսինքն մեր դրած վերջնաժամկետը իրատեսական էր։ Այս պահին, եթե այլ էքսեսներ չդիտարկվեն, մենք գնահատում ենք իրատեսական։ Հարգելի գործընկերներ, իրականում կոնկրետ հենց այս ծրագիրը շատ լավ օրինակ է, թե ինչպես է կարելի մեծ ծավալի աշխատանք իրականացնել եւ նաեւ որակով իրականացնել շատ ավելի սեղմ ժամկետներում եւ սա նշանակում է, թե նմանատիպ աշխատանք հնարավոր է անել, այս տեսակ պահանջները մեր կլինեն մանկապարտեզների վերաբերյալ, այգիների հիմնանորոգման վերաբերյալ, պետք է ժամկետների առումով մենք ավելի սեղմ ժամկետներ դնենք մեր պահանջներում եւ պահանջենք, որպեսզի կենտրոնացումը լինի ավելի շատ տեխնիկաներ գրավելու եւ որովհետեւ ժամանակի տեսանկյունից միանշանակ ավելի մեծ է արդյունավետությունը, այսինքն այն ինչը որ պետք է իրականացվեր 6 տարում, իրականացվում է գրեթե 1 տարի եւ մի քանի ամսում եւ միանշանակ արդյունավետության տեսանկյունից սա է ճիշտ մոտեցումը եւ այսուհետ նաեւ շին բարեկարգման վարչությունը թող հաշվի առնի այս փորձը թեկուզ եթե պետք է եկեք հասկանանք ավելի մեծ լոտերով է պետք դրնել որպեսզի ավելի խոշոր մասնակիցներ լինեն միգուցե բայց այս այն տրամաբանությունն է եւ այն պահանջն է որը որ ես ունեմ շինարարության նկատմամբ այսուհետ եւ հետեւապես եթե Ալբերտ Ազարյանի համալիրը կառուցելուց դա հնարավոր էր ուրեմն հնարավոր է որևէ մեկ այլ բան կառուցելուց